Էդուարդն ու Ալենը դասընկերներ են, 13-ամյա տղաները հաճախ են ծնողների ու ուսուցիչների ուղեկցությամբ այցելում Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այսօր հունվարի 27-ին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա առիթով են Եռաբլուրում։ Գիտակցում եւ մեծ պատասխանատվությամբ են ընդունում օրվա խորհուրդը։ Եկել ենք, որպեսզի մեր զոհերին էլ միացրենք այստեղով, հարգենք իրանց, գիտենք այսօր ինչ օր է։ Տենց եկել ենք հարգենք իրանց հիշատակները այսօր։ Իրանց շնորհիվ մենք ողջ ենք այստեղ կանգնած ենք։ Եթե իրանք չլինեին, հայրենիքը ասած չէր լինի։ Ամբողջ ազգը պետք է իմանա, որ այս տղաներին չենք մոռանա։ Եռաբլուրն ինչպես միշտ լուռ, բայց մարդաշատ է։ Այստեղ աղոթքները հնչում են շշուկով, ծնող, ընկեր, որդի կորցրածների լացը խեղդվում է խնկարկվող մրուրում։ Հազարավոր մեր հայրենակիցներ ծաղիկներ են խոնարհում տղաների շիրիմներին եւ հարգանքի տուրք մատուցում կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայրենիների հիշատակին։ Պետք չէ լիներ էսի։ Իրանց տեղը չէր, ոչ մեկի տեղը չէր։ Խոսքեր չկա ասելու ոչ մի բան էս երեխեքի համար։ Ամեն մեկը մի տան ճրագ են, մի տան լույս են, մի սուն են, բայց հասան ստեղ։ Եկել ենք խոնարհվենք մեր նահատակների առջև եւ սա միայն այս օրը չի, սա եւս մեկ օր է, որ առիթ է մենք գանք այստեղ եւ մեր պարտ կտանք մեր նահատակված տղաներին։ Այս տղաները, բոլոր նահատակված տղաներին 90-ական թվականներից սկսած նահատակվել են, զոհվել են, իրենց կյանքն են տվել հանուն Արցախի հանրապետության եւ հանուն Հայաստանի հանրապետության։ Այսօր շատ կարևոր օր է։ Շատ կուզեի նման օր ընդհանրապես մեր պատմությունը մեջ չլիներ, բայց այսօր բոլորս պետք է ոգեկոչենք մեր անմահացած հերոսներին, խոնարհվենք նրանց ծնողների, երեխաների, կանանց, եղբայրների, քույրերի առջև։ Նրանք իրենց ամենաթանկը տվել են, ամենաթանկին տվել են հայրենիքին, տվել են, որպեսզի մենք կարողանանք այսօր ապրենք եւ գոյատևենք։ Դա դիվանքի վանական համալիրի վանահայր Տեր Հովանես Քահանա Հովանիսյանը հերոս տղաների հոգիների խաղաղության համար աղոթք բարձրացրեց առ Աստված։ Փառք մեր տղաներին։ Փառք նրանց, ովքեր որ հիմա միացել են երկնային զորքին։ Այսօր մեր երկնային զորքի հիշատակի օր։ Ազգային ժողովն օրեր առաջ էր ընդունել օրենք, ըստ որի հունվարի 27-ը սահմանվեց որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ 44-օրյա պատերազմում զոհված Հարություն Հարությունյանի հայրն օրվա ընտրության հետ համաձայն չէ։ Հերոսի ծնողի խոսքով տղաների կորստից հետո ամեն օր է սգո օր։ Սեպտեմբերի 27-ը պետք է ընտրվեր որպես հիշատակի օր, ասում է զոհվածի հայրը։ Ես չեմ ընդունում այս օրը։ Մեր համար օր չկա, մեր համար ամեն օրն էլ սգո օր է։ Մենք ամեն օր էլ էստեղ ենք, ծնողներս ամեն օր էլ Եռաբլուրում, մեզ պետք չի որ կոնկրետ ինչ-որ օր լինի, որ մենք հիշենք մեր տղաներին, գանք էստեղ։ Մենք ամեն օր էլ էստեղ ենք, մեր տղաների կողքին ենք։ Մի քիչ առաջ էլ ուղղակի զրույց եղավ, զրույցի մեջ ասեցի, մենք մեր տուն ու տեղը մեր տղաների հետ տեղափոխել ենք այստեղ Եռաբլուր։ Ու անգամ այն կարգի, որ ասենք մենք ծնողներով, եթե մի օր մեկս էլ բացակայի, արդեն մենք մնացածս անհանգստանում ենք, որ այդ ծնողը խի է բացակայի, խի այստեղ չի, խի չի եկել, ինչ որ բան ոչ չի պատահել, չի եղել։ Այդտենց կապված ենք իրար հետ։ Լինի հունվարի թե սեպտեմբերի 27, միևնույնն է զավակ կորցրած ծնողներն ամեն օր են Եռաբլուր այցելում։ Նրանց ցավն ու կարոտը չի մեղմվում անգամ ամենօրյա այցերի ու զրույցների ընթացքում։ Ասում են կփարատվեն, երբ երկնային կյանքում կհանդիպեն ու ամուր կգրկեն իրենց մեծագույն կարոտին ու սիրուն։ Հասմիկ Վահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։